Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ, Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է հետցի գործով Կարապետյանների միջնորդությամբ բոլոր պահանջները, եզրակացնելով, որ նրանց կողմից պահանջված ապահովման միջոցները հիմնավորված չեն։ Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը 2025 թվականի դեկտեմբերի 24-ին ամբողջությամբ մերժել է Սամվել Կարապետյանի, Էթերի Կարապետյանի, Սարգիս Կարապետյանի եւ Կարեն Կարապետյանի, այսուհետ հայցվորներ, կողմից ներկայացված միջնորդությունը։ Միջնորդությամբ ի թիվս այլնի արբիտրաժային տրիբունալից պահանջվում էր արտակարգ արբիտրի կողմից 2207-2025 թվականի թիվ ԵԱ 2025/121 վճռի Հայաստանի Հանրապետության կողմից չկատարման փաստի հաստատումը, Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի հետ լիցենզիայի եւ վերջինիս կառավարման մարմինների անդամների լիազորությունների վերականգնումը, ինչպես նաեւ նշանակված ժամանակավոր կառավարչի լիազորությունների դադարեցումը։ Բացի այդ, տրիբունալից հայցվել էր նաեւ արգելել հետի բաժնետոմսերի կամ այլ ակտիվների հարկադիր վաճառքը, օտարումը կամ որևէ այլ եղանակով տնօրինումը։ Արբիտրաժային տրիբունալն ամբողջությամբ մերժել է նշված բոլոր պահանջները, եզրակացնելով, որ հայցվորների կողմից պահանջված ապահովման միջոցները հիմնավորված չեն։ Արբիտրաժային տրիբունալը նաև որոշել է, որ միջնորդության քննության հետ կապված բոլոր ծախսերը ամբողջությամբ կրելու է հայցվոր կողմը, այսինքն Սամվել Կարապետյանը։ Այս որոշմամբ պահպանվում է արբիտրաժային վարույթի ամբողջականությունը եւ համակողմանիությունը, ապահովելով, որ հետագա ցանկացած որոշում կկայացվի բոլոր վերաբերելի ապացույցների հիման վրա եւ արբիտրաժային տրիբունալի իր իրավազորության եւ կիրառելի իրավունքների վերաբերյալ գնահատականների համաձայն։ Հայաստանը ողջունում է տվյալ որոշումը, որը կայացվել է վեճ նստեյության լուծելու իրավասություն ունեցող արբիտրաժային տրիբունալի, այլ ոչ թե արտակարգ արբիտրի կողմից։ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հանձնառությունը արբիտրաժային վարույթին մասնակցել բարձր պրոֆեսիոնալիզմով եւ գործընթացի նկատմամբ լիակատար հարգանքով, միաժամանակ հետեւողականորեն պաշտպանելով իր դիրքորոշումները եւ շահերը, ինչպես նաեւ շարունակելով կառուցողական համագործակցությունը հայցվոր կողմի եւ արբիտրաժային տրիբունալի հետ։ Հիմա, սա տեխնիկական մասը, ես ընթերցեմ Ռոմանոս Պետրոսյանի գրառումը, վերնագիրը նույնն է, միջնորդությամբ ի թիվս այլնի արբիտրաժային տրիբունալից ինչեր պահանջվում։ Նախ կայացվում էր այդ ԵԱ 2025/121 վճռի ՀՀ կողմից չկատարման փաստի հաստատումը, Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ-ի հետ լիցենզիայի եւ վերջինիս կառավարման անդամների լիազորությունների վերականգնումը, նշանակված ժամանակավոր կառավարչի լիազորությունների լիազորությունների դադարեցումը, տրիբունալից հայցվել է նաև արգելել հետի բաժնետոմսերի կամ այլ ակտիվների հարկադիր վաճառքը, օտարումը կամ որևէ այլ եղանակով տնօրինումը։ Արբիտրաժային տրիբունալն ամբողջությամբ մերժել է նշված բոլոր պահանջները, եզրակացնելով, որ հայցվորների կողմից պահանջված ապահովման միջոցները հիմնավորված չեն։ Ահա, այս ամեն ինչով էր դիմել։ Գիտեք, լավ, որոշումը որոշում, դե սա չեմ կարծում, թե վիճարկելի է, վերջ, բանը կա, երզիկտը, սա ինչ է ապացուցում, որ կառավարությունը, իդեմս իշխանությունների հստակ եւ ամբողջովին օրինական քայլեր է ձեռնարկել, պաշտպանելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքները եւ իհարկե նաեւ պետության շահերը։ Եվ դատապարտելով պետությանը տարիներով թալանելու եւ քցելու գործունեությունը, որը ընդունված է Քոչարյան, Սերժ, Սամվել, դրանք մի մարմին են այս բանի կողմից։ Հիմա բայց որքան էլ որ վճիռ կա, որքան էլ որ արդեն այս ամեն ինչը հասկանալի է, այնուամենայնիվ այդ ընթացքում, պրոցեսի ընթացքում մենք ունեցանք որոշակի կորուստներ, չէ՞։ Ինչպիսին են դրանք։ Դրանք բարոյահոգեբանական էին։ Նախ
պետք է արձանագրենք, որ Հայաստան եւ պատիվ ունեմ դաշինքները ամբողջովին սատարում էին Սամվել Կարապետյանի եւ մեղադրում իշխանություններին նրանց մեղադրում էին ինչ-որ մարդկանց հարուստերին քցելու մեջ, ասում են այ եթե սենց եք անում բայելով կգա ներդրումային ծրագրեր կիրականացնի, գիտեք ինչ, եթե Հայաստանի Հանրապետություն գալու են մարդիկ ներդրումային ծրագիր իրականացնեն, որպեսզի քաղաքացիներին հարստահարեն եւ պետությանն էլ քցեն, մեզ ներդրումային ծրագրեր պետք չեն, ներդրողներ էլ պետք չեն։ Եթե մարդիկ իրական ներդրողները, իրական բիզնեսմենները, ներդրողները, նրանք ընդհակառակ ներդրումն իրականացնում են կայուն պետություններում։ Կայուն պետություններում իրավունքի տեսանկյունից ամուր պետություններում եւ Հայաստանը սրանով այո, հենց կակրած դրական դասա տալիս, որ եթե դնում եք դասա մյուս ներդրողների համար, որ այո, եթե ներդնում եք նպատակ ունենալով ինչ որտեղ քաշեք, քցեք, թալանեք ու թռնեք, կներեք Հայաստանը էլ այդ պետությունը չի։ Եթե ներդրումային ծրագիրը, որը որ բարելավելու է թե մեր պետության վիճակը, թե ժողովրդի վիճակը, ապա պետությունը անգամ աջակցում է երբեմն եւ ընդառաջում է ամենատարբեր որոշումներով։ Ահա սա է կառուցվում հիմա։ Եվ սա կառուցելը 1-2 տարվա բան չի։ Մեր այն որ ասում են տնտեսության դիվերսիֆիկացում, դրանցից մեկը հենց սա է։ Համոզիչ գործողություններով եւ արդեն նախադեպային բաներով, քայլերով ցույց տալ, թե ինչպես ենք մենք հակված աշխատել ներդրողների հետ։ Հասկանում եք։ Այ սա է։ Բայց ընդդիմությունը սատարում էր հենց այն ինչը որ հանուն ինչի որ ըստ էության հեղափոխություն եղել է։ Սատարում էր հին ապրելակերպին, հին ձևիստներին, ձևերին, հին խունջիկ-մունջիկներին։ Այսինքն ժողովրդի հարստահարումը սատարում է ազգային ժողովի ընդդիմությունը։ Այսինքն հեծի վրա հեծը թալանել, քանդու քարապ անելը սատարում են նրանք եւ այլն եւ այսպես շարունակ։ Սա պետք է արձանագրել, անցնել առաջ։ Եվ այո, եթե որևիցե մեկը հակված է մեր պետությանը վատություն անի, մեր ընդդիմությունը պատրաստ է նրանց աջակցել։ Սա ես կարող եմ sense հրապարակային ասել, այնպես որ գնացեք, մտածեք ու աշխատեք, որովհետեւ մեր պետության, ինչպես որ իրենց կառավարության եւ կոալիցիոն կառավարության շրջանակներում էին, մեր պետությունը թուլացրել ու դարձրել չգիտես ինչ, հա, հիմա էլ խառնվել են իրար, դե տեսնում են Դավոսում Նիկոլ Փաշինյանը ինչ ընդունելության է արժանացել, ինչպիսի կարևորագույն հանդիպումներ ա ունենում, ինչ աշխատանքներ կարա առաջ գցի եւ այլն, խառնվել են իրար, էլ չգիտեն ինչ անեն։ Ինչ գիտեն ինչ անեն աշխարհի ստերով մանիպուլյացիայով Քրիստինե Վարդանյանի նյութն էին այում ափսոս դրա հավեսը չկա հիմի բառ անդրադառնալու մի խոսքով սա ինչ վերաբերվում էր այս հարցին եւ բնականաբար սա պետք է ընդունեն նաեւ Տաշեր գրուպի կողմը նրանք պիտի ընդունեն այս պարտությունը տեսեք դատարանը ժողովուրդ ջան երբ որ մարդը ինչա առհասարակ ոնց է ստացվում մանավանդ մեր հայկական իրականության մեջ իսկապես կա որոշակի անվստահություն դատարանների հանդեպ եւ այդ անվստահությունը շատ նորմալ է որ կա որովհետեւ մեր դատավորները կաշառակերներ են եղել ու շատ հարցերով էլ մենք տեսել ենք ինչպես են բանանում ամեն դեպքում Բայց առհասարակ դատարան երբ որ դիմում են երկու կողմերը, դե սա հայաստանյան դատարանը չի, բնական է միջազգային բան է։ Բայց ցանկացած պարագայում, երբ որ դիմում են դատարան, դատարանի վճիռը կարա ընդունելի չլինի մարդու համար, բայց չի կարող կասկածելի լինել, հա, չի կարող ոնց ասեմ, կարա մարդը չընդունի, որ ինքը մեղավոր է։ Դատարանը վճռել է, որ ինքը մեղավոր է, օրինակ։ Ինքը կարա այդ չընդունի, բայց ինքը չի կարա անաչառությունը դատարանի դնի հարցականի տակ։ Հա, գլխի սարքեցին, այս արեցին, այն արեցին։ Ոչ, դա վճիռն է։ Վճիռն է։
Կարա կներեք, հակառակ, կարա ցանկալի չլինի, բայց պիտի լինի ընդունելի վերջ։ Հիմա չի կարող չընդունել այս վճիռը, դաշինք գրուպը ու ասի, չէ, գիտեք ինչ, միևնույնն է, դուք իրավունք չունեք, ես սկսի շահարկել այլ իրավիճակներում, ոչ, վճիռը կա։ Մնացածը փուչիկա։ Այն ինչ որ կարթարանան, այն ինչ որ կփորձեն բան անել, փուչիկ։ Այ նրանք գնացին միջնորդը, բացենք միջազգային արբիտրաժային դատարանը չեք դնելու հարցականի տակ։ Մյուս վնասը, այն Ամստերդամը ո՞նց է, այն ձեր իրավաբանը։ Այն որ դուրս եք գալիս, ոյ Ադրբեջանի դրոշը, տեսեք ժողովուրդ ջան, ինչ ինչա։ Մյուս կողմից ձեր Ամստերդամը սպասարկում է Թուրքիայի շահերը միջազգային դատարաններում։ Թուրքիայի պետության շահերը եւ իհարկե նաեւ Ռուսաստանի։ Բայց Ռուսաստանին է քանի որ բոլորս էլ հասկանում ենք, բա դուք Ռուսաստանից չսանվեք որտեղից պիտի սանվեք, բնականաբար Թուրքիայինը հուշեմ, էլի, որովհետեւ ձեր մեջ տեսնում եմ շատ այնց հայրենասեր տղեր կի։ Իմանան էլի։ Էվեր գնացել եք, հասել Նյու Յորք, Դանոս եք տալիս Հայաստանի իշխանությունների դեմ։ Սրա համար եք տալիս, այսինքն գնացել եք Հայաստանին մեղադրում եք էլ էթնիկ զտման մեջ, էլ ինչ որ հակաքրիստոնեական չգիտես ինչերի մեջ, մենակ նրա համար որ փորձեք ինչ որտեղ հասկացնել արբիտրաժային դատարանին, որ այն այնտեղ բռնապետություն է, դրա համար մենք տուժացենք, հա։ Այս ձեր բիզնեսի համար դուք պետության դեմ եք ցուցմունք տավել։ Սա է ձեր գնահատականը, հենց սա, այո։ Եվ դուք Քոչարյան, Սերժ, Սամո, էլի կլինեն ալիգարխներ, հնդածս կգան ու կգնան, այդ չի հարցը։ Բոլորը պատրաստ եք պետության դեմ ցուցմունք տալ եւ տվել եք։ Եվ տվել եք, այնպես չէ, օրինակ Քոչարյան Ռոբերտը չի տվել։ Քոչարյան Ռոբերտը, Սարգսյան Սերժը իրենց խունտան, իրենց падգամավորները բան, օրը մեջ ասում են դուք եք զոհերի մեղավորը։ Դուք եք զոհերի մեղավորը։ Ալիևը մեղավոր չի, դուք եք մեղավորը։ Դուք եք էթնիկ զտման մեղավորը, դուք եք պատերազմի մեղավորը։ Սա ցուցմունք է Հայաստանի Հանրապետության դեմ, ոչ թե իշխանությունների, այո, կներեք, այսօրվա իշխանություններն են ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը։ Դուք կարող եք իշխանության գործողությունները քննադատել, բայց դուք չեք կարող մեղադրել այնպիսի հարցերով, որը վերաբերում է պետությանը։ Սա ինչ է, եթե ոչ 5-րդ շարասյան գործունեություն։ Ու երբ որ մենք ասում ենք 5-րդ շարասյուն, այնպես չի որ ձեզ վայ վիրավորում ենք, փորձում ենք ձեզ, չգիտեմ, պախարակել, ոչ, հստակ փաստացի։ Հստակ փաստացի։ Ուրեմն, այսօր մի հետաքրքիր բան աչքովս ընկավ։ Ես sense բան չէի լսել։ Իսկապես չէի լսել։ Նախ գանք, չէ լավ, ազգային ժողով հետո կանդրադառնանք, այնտեղ ուրիշ բաներ էին քննարկում, կներեք մեզ գտնեմ։ Հա, հեսա։ Մի վարկյան PR-ի կամ չգիտեմ, մանիպուլյացիայի այդ ամենամաքսիմումն է սա։ Սենց բան, սա հիվանդ մարդկանց, չգիտեմ, էլի, երևակը, ուրեմն, նայեցի վերնագիր աչքովս ընկավ, ժողովուրդ ջան, այս ամիս 20,000 թոշակառու իրենց թոշակը կստանան Սամվել Կարապետյանի ստեղծած ընկերությունների վճարած հարկերից։ Ասում մի րոպե, ինչ են խոսում այն մարդ։ Բացում եմ, հա, էլի, նյութ հա։ 3 այսօր եւ վաղը 3 օրում Հայաստանի Հանրապետության պետբյուջե կփոխանցենք շուրջ 1 միլիարդ դրամ հարկ։ Այս մասին գրել է մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Այս ամսվա ընթացքում 20,000 թոշակառու իրենց թոշակը կստանան Սամվել Կարապետյանի ստեղծած ընկերությունների վճարած հարկերից։ Հուսով եմ այս գումարները չեն ուղղվի պարգևաճ վճարների, գրել է նա։ Պահո։ Չկասես բան։ Ես ավելի լավ եմ մի հատ ձեզ համար ընթերցեմ Մարուսակ Ջուրակյանի գրառումը, սրա վերաբերյալ։ Ուրեմն, ռուսաստանցի գործարարի եղբորորդին որոշել է 30 տալ այն, որ կատարում է օրենքով սահմանված հարկային պարտավորությունները։
Նարեկ դա հարկային պարտավորություն է դա ոչ է 20,000 մարդու թոշակառուի գումար է այլ դա արտաքին անվտանգություն է դա զինվորի հագուստ է սնունդ ինչու ոչ դա ներքին անվտանգություն է ոստիկանի աշխատավարձ է դա ձեր ծնողների կամ ովքեր կան ձեր ընտանիքում թոշակառու նրանց թոշակն է դա ճանապարհ է դա դպրոց է մանկապարտեզ հասկանում ես գուցե հուշեիր որ դպրոց էլ չկառուցեն այդ գումար բան է էլի դուք դեմ եք չէ դրան դա քո հարկային պարտավորությունն է ես հիմի աշխատում եմ իմ աշխատավարձից հարկային պարտավորություն եմ իրականացնում եւ չեմ կարող ասել այ ես հարկը որ մուծվում է սա այն մարդու թոշակն է հանկարծ ուրիշ բանի վրա չծասեք դուք լավ դուք տես խնդիրը գիտեք որտեղ է որ հազիվ սենց մի քիչ մեկը հայտնում մի հատ թիմա հայտնվի որ փորձում է քաղաքականությամբ զբաղվի ու որոշակի բևեռացում կա այդ ուղղությամբ մենք ուզում ենք ձեզ լուրջ վերաբերվենք հասկանում եք ուզում ենք լուրջ վերաբերվենք որովհետև մեզ քաղաքական դաշտի անձամբ ինձ քաղաքական դաշտի գունագեղությունը հետաքրքիր է ուզում եմ որոշ բաներ մեկնաբանեմ զրուցենք քաղաքացիների հետ այս կամ այն հայտարարության հետ ախր չենք ուզում արհամարենք հասկանում եք դա վատ բան է բայց խնդրում ենք այսքան մանկամետ չի կարելի լինել այսքան աշխարհից ու կյանքից անտեղյակ չի կարելի լինել ես ինձ գիտեք ոնց ասեմ ես ինձ արդեն սկսում եմ նվաստացած զգալ քեզ մեկնաբանելով հասկանում ես նարեկ չի կարելի ովքեր են քեզ խորհուրդ տալիս sense բաներ գրես բայց երբ որ ասում ենք մեր վճարար հարկերը լափել է հորդ շեֆը որ ասում ենք այդ դպրոցները լափել է այդ ում մուծած հարկերից էր գոյացած այդ փողերը ում վզին դրած պարտքերից էր այդ փողերը ո՞նց ասեմ քեզ այ մարդ դեռ չանդրադառնամ զինվորի ձեռքի զենքին ու ռազմական ծայրահեղ ծանր իրավիճակին որ վստահ գիտեին որ պատերազմա սկսելու Երբ որ դուրս էին գալիս պահանջելու մեր հարկերի դիմաց իրական աշխատանք, հերդ լինելով աշխատակազմի ղեկավար, իրանց թիմով հարձակվում էին ժողովրդի վրա, դու հասկանում ես։ Նոր ես սկսել հասկանալ, որ էդի թոշակի գումարա, էդի էսա, այնա, բայց 30 տարի հորը թիմի հետ ենք կռիվ տվել, այ հենց դրա մասին։ Ջոգեցիր վերջը, շնորհավորում ենք, բրավո, անցնենք առաջ։ Շարունակենք։ Ասում է, որ հենց իր վճարած գումարով թոշակ է ստանալու 20,000 թոշակառու։ Բնականաբար մոռանում է նշել, որ եւս մի քանի 100,000 թոշակառու թոշակ են ստանում բանվորի, էլեկտրամեխանիկի, վարսահարդարի, ուսուցչի, զինծառայողի, երակցողի, կոշկակարի, դասախոսի, պետծառայողի, նախարարի, մսավաճառի վճարած հարկերից 20,000 ասեցիր, մեր երկրում 600 քանի հազար թոշակառու կա, բայց մնացած 580,000 ումից են ստանում թոշակն արեք։ Ով է կառավարում այդ ամեն ինչը։ Ինչպես է կառավարվում այդ ամեն ինչը։ Իհարկե մոռանում է նաև նշել, թե քանի անգամ է դիմել եւ որքան աջակցություն է ստացել պետությունից պետբյուջեի հաշվին։ Միայն մեկ ծրարով
Մենակ մի ծրագրով ստացել է 105 միլիոն դրամ։ Այդ գումարը որ ստանում էր, Փաշինյանը բարձի տակից էր բերում տալիս այդ ծրագիրը իրականացնելու համար։ Էդին վճարած հարկերից էր, Էդին փողերն է, Էդի այդ թոշակառուների երբեմնի աշխատած փողերն է։ Եվ նաև այն թոշակառուների, ովքեր մինչև հիմա աշխատում են ու դեռ աշխատելու են, այդ փողերն է այդ 105 միլիոնը։ Իսկ դու հուսով ես, որ այս 20,000-ի թոշակը տալու փոխարեն, տենց մատ ուրիշ մեկին Պողոս Պողոսյանի ծրագրին գումար կտան, հենց այդ նույն 1 միլիարդը դժգոհելու ես։ Ցնդաբանությունը կարժնաթար մեր հետևում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։ Մաքսային աջակցության ծրագրով 3.5 միլիարդ դրամի աջակցություն է ստացել։ Նարեկ 3.5 միլիարդի աջակցություն է ստացել մեն մաքսային աջակցության ծրագրով։ Էսի քանի թոշակառուի թոշակա 90,000 մոտավորապես 100,000 Նույն հրաշամանուկի տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում կարող ենք հանգիստ արձանագրել, որ վերջինիս եւ յուր հորեղբոր պատճառով 72,100 թոշակառու թոշակ չի ստացել։ Եթե տրամաբանություն, ապա երկաթյա։ Եթե դու ասում ես մենք ենք մուծել, որ դուք թոշակ եք ստանում, ապա այս 3.5 միլիարդը, որ դու վերցրել ես, այսքան մարդ էլ թոշակ չի ստանում։ Դու գնա տակից դուրս արի։ Սրանք դեռ ոչինչ։ Դրա համար են վախենում բանավեճերի գան, որովհետև գիտեն, որ չնայած նկատեցի Ալեքսանյան Ալիկ 24 News-ին հարցազրույց էր տվել։ Դուք արդեն ոնց որ ամրանում եք, ուժեղանում եք, չէ, քաղաքականապես հասունանում եք, կարելի է ձեզ հրավիրել ազատ չփում տաղավար, ազատ չփվենք, հարցազրույց չի։ Մերը հարցազրույց չի, մենք շփվում ենք։ Տարբեր քո նախընտրելի թեմաներից։ Մենակ թվաբանություն չլինի, այս թվաբանությունը այս բանի հետ կապված տնտեսագիտական բան չլինի, դրանից մի քիչ հեռու եմ։ Ինչի ուզում ես փիլիսոփայենք, ինչից ես ուզում։ Խոսենք ձեր ուժից խոսենք։ Նա տեսնենք վերջ այդ անձնագիր դու Ռուսաստանի անձնագիր ունեիր, չունեիր։ Ցույց տվեցիր, որ Հայաստանի անձնագիր ունես։ Բայց չես երգում, որ Ռուսաստանի ունես։ Այսինքն նաև ընդդերի քաղաքացի ես։ Ճիշտ եմ, չի հասկացել։ Դե նարեկից չխոսենք, նարեկից ով հասնում արդեն խոսում, ասա բան չի։ Եվս մեկ գրառում Մարիա Կարապետյանի կողմից, հա։ Դե գիտեք, այս բանը նարեկը լավ եկեք այս նյութը կարդամ, նոր մեկնաբանենք։ Նարեկ Կարապետյանը մեծ տևական ժամանակ խոստացավ պրոֆեսիոնալ թիմով մրցակցություն եւ 2 օր առաջ բեմ բարձրացրեց Հրանտ Բագրատյանին։ Հասկանում եք։ Սուղ են ընդդիմության մարդկային ռեսուրսները։ Չէ՞ որ եթե տնտեսագետ, ապա Հրանտ Բագրատյան։ Ում աշխարհայացքը ամփոփված է իր հետեւյալ մտքի մեջ. Ռուսաստանը արդեն հասկանում է, ինչպես ժամանակին Լենինն էր հասկացել, որ հայերը ապերախտ ժողովուրդ են։ Հայերին ապերախտ բնութագրող Հրանտ Բագրատյանին նարեկը տարել նստացրել է կողքը։ Դրա համար ունենք, ինչ որ ունենք, ոնց որ դեժավյու, այն մի հատ ֆիլմ կա, Ջեն Սուրկա։ Ամեն օր նորից հասկացում ու նույն գործը նույնը
Ամեն ինչ նույնն է, հետո քնում վերականում էլի նույնն է։ Ամեն օր այդ նույն տարեթիվն է, նույն ամսաթիվն է, նույն գործ։ Այ ես պատմության մեջ ենք ընկել։ Պարզապես այնտեղ մի քիչ հումոր էին այդ ֆիլմը ու ունի happy end, բայց այստեղ ես չգիտեմ ինչ է ստացվելու։ Ծանր է հայ գյուղացու վիճակը, շատ ծանր։ Հրան Բագրատյան։ Սուղ են ընդդիմության ռեսուրսները իբրև թե տարբեր ճակատներով հանդես գալու համար։ Չէ՞ որ եթե իրավաբան, ապա Արամ Վարդևանյան։ Ով վերջերս ընթերցում էր Սամվել Կարապետյանի ուղերձը կալանավայրից։ Մեր երկրում դժվար է այլևս գտնել սթափ մի ընտրողի, ով որոշակի հույսեր է կապում Հայաստանի լավ ապագայի հետ եւ այդ կապակցությամբ չի հիշատակում մեր շարժումը։ Գուցե պարոն Վարդևանյանը իր վստահորդներին հայտներ, որ այդ դատողությունը սթափ չէ, թե այդ ինքն է նման բան զեկուցել իր վստահորդին, որ փոխքերի էլ իհարկե։ Այս պրոֆեսիոնալներից հետ չի մնում նաև անձամբ Նարեկ Կարապետյանը, ով ողջունելով այս տարի մեկնարկած առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, գիտեք ինչ է ասել ժողովուրդ ջան։ Այսօր առողջապահությունը մցրեց, այս հələ ինքը գնում է մեխանիզմները քիչ-քիչ գործարկվում են, իհարկե ամեն ինչ դեռ կկարգավորվի, բայց բոլորս ենք հասկանում, որ սա հրաշալի ծրագիր է եւ տարեցները կարող են անվճար, գրեթե ամբողջովին անվճար օգտվել ու բարձրակարգ ծառայություններից։ Գիտեք ինչ ասել Նարեկը։ Մեր ներկայությամբ, մեր լինելով նրանք այդ լավ քայլը արեցին, որը չէին անում 8 տարի, այ արդեն իսկ դեռ հնարավորություն չստացած, դեռ հասարակության կողմից երկրի իշխանությունը փոխելու մանդատ չստանալով, մենք մղել ենք այսօրվա իշխանությանը այդպիսի կարևոր քայլ անել։ Պատկերացնում եք, եթե մանդատ ստանան ինչեր են անելու 10 դրամով։ Ասում է 8 տարի բախի չէին անում, մենք եկանք դրա համար արեցին, ուրեմն տեսեք։ Ժողովուրդ, քանի որ ձեզ ասա ասել, ձեզ հետ խոսամ, հա, նա անօգուտ է։ Այդ ծրագիրը, եթե չեմ սխալվում, 21 թվականից աշխատում են դրա վրա, դա մեգա ծրագիր է, ու ինքը միջազգային առողջապահության նախարարության հետ հաշվի առնելով Հայաստանի շատ կլինիկարների վատ վիճակը, որը պիտի բերվեր նորմալ տեսքի առնվազն եւ նորմալ տեխնիկական հագեցվածության, խոսելով ուսումնասիրելով տարբեր երկրների փորձ, այս ամեն ինչը ժամանակ է։ Ու շատ ծանր էր գնում, առավել եւս, ասեմ ավելին, սա միայն առողջապահության ոլորտի գործառույթը չէր։ Այստեղ Հայաստանի Հանրապետության իշխանությունների ռազմավարական ուղղության հարցն էլ կար, որովհետև եթե մենք որոշում էինք մնալ այն կարգավիճակում, որ 21-22 թվականներին էինք վիզներս ծուռ Ռուսաստանի զենքին սպասելով, ապա կարող է այդպես էլ այս մեխանիզմը հնարավոր չլիներ գործարկել, որովհետև սա արվում է ավելի շատ միջազգային զարգացած երկրների ստանդարտներին համապատասխանեցնելու համար, եւ այն որ Փաշինյանը ասում է, մենք մեր բարեփոխման ծրագրերը իրականացնում ենք, ինչից հետո Եվրամիությունը կընդունի, մեզ կընդունի, եթե չէ, միևնույնն է, մենք ունենանք բարեփոխված իրավիճակ ու շատ լավ կայուն տնտեսությամբ։ Այս սա այդ ամեն ինչի մեջ է մտնում։ Ու մենակ ամեն ինչից անտեղյակ մարդը կարա կանգնի, այսքան բանը ասի։ Ամեն դեպքում Նարեկը ժամանակ առ ժամանակ արձագանքում էլ է, այդ մի բանը լավ է ոնց որ, ու վերջերս թուղթ էր ցույց տալիս, 3 ոնց որ, հրապարակել էր թուղթ, որ ինքը ուզել է ծառայի, իրան չեն տարել։ Պատկերացնում եք, որ ասում ենք չես ծառայել բան, երեկ էլ խոսում ենք, չէ՞ դրա մասին ժողովուրդ ջան։ Պարզվում է, ինքը իր ծառայության ներկայանալու ժամկետից տարիներ անց, արդեն 18 թվականին, երբ որ լրացել է դա ըստ էության, դիմել է պաշտպանության նախարարությանը, որ իրեն տանեն ծառայության, բայց պաշտպանության նախարարությունը ասել է, գիտես ինչ, չէ էլի, դու մեզ հեծում ես պետք,
դու գնա հեծը կառավարի, մենք այստեղ հասկանում եք, ես ինքս ծառայել եմ ու Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի, ով ծառայել է, կլինի Հայաստանում թե Արցախում, կհաստատի իմ ասածը, որևիցե մեկը, հա ես չեմ խոսում են հատուկ մի երկու հատ հատուկ տենց տեղ կար, որտեղ որ հարուստների կենտրոնացման վայրներ հարուստների երեխեքի։ Բացի այդ 1-2 կետից Հայաստանում, Արցախում մենք բազմաթիվ չաստերում էլի։ Չեք կհաստատեն իմ ասածը, որ մենք 2 տարվա մեջ չենք տեսել հարուստի երեխա։ Ծառայող հարուստի երեխա։ Որ բիզնեսմենի երեխա է, լավ բիզնեսմենի երեխա է։ Ճանաչված բիզնեսմենի երեխա, չէ, սաղ երեխեքը հիվանդ են եղել։ Չենք տեսել, մենք տեսել ենք միջին եւ աղքատ դասի մարդկանց, մեր նման մարդկանց հասարակ, այդ ենք տեսել։ Հիմա սա դուրս եկել, տեսել ենք հիվանդ տղերքի, այնպիսի հիվանդություններով, որ նայեմ ասում էի քեզ բանակ բերողի ու նենց մի հատ սիրուն ասում էիր էլի բանակ տեղա դե կանեք չկան բան չկան առհասարակ տղերքի բերանը բանակ տեղա կեղտոտվում ավելի շատ այնպիսի հիվանդություններով որ էլ ասած հիմա էլ դժվար չի մտ ուսումնասիրել տեսնել քանիսն են առողջության հետևանքով մահացել եւ այլն մի կերպ ծառայությունը իրենց գլորում ու գալիս էին բայց այս տղին ասել են չէ, դու ազատված ես հանկարծ տենց խիղճները շարժվել է ոչ թե նրա համար, որ ինքը կարենի տղեն հանկարծ տենց բան չմտածեք Իմիջիայլոց այս թեմայով շատ լավ նյութ էր հրապարակել Վահագն Ալեքսանյանը ես առաջարկում եմ դիտենք այդ տեսանյութը մի քանի րոպե Եթե կարելի է Ես մտածում եի, որ Նարեկ Կարապետյանը միայն ինձ այդ բանավեճից է վախենում ու փախչում, բայց իրականությունը շատ ավելի հետաքրքիր է բացվեց։ Ուրեմն երեք հայտնել էի, որ Սամվել Կարապետյանի ու իր եղբոր 4 որդիները բանակում չեն ծառայել։ 4-ն էլ բանակում չեն ծառայել։ 2 եղբոր 4 որդի բանակում չեն ծառայել, բայց այսօր հավակնում են Հայաստանը ղեկավարել։ Ինչևէ, Նարեկ Կարապետյանը տեսանյութ հրապարակեց, որտեղ ինչ-որ մի դիմում ցույց տվեց, որում ասում է, որ ինքը 27 կամ 28 տարեկանում ուշադրություն էլի 27 կամ 28 տարեկանում դիմել է որպեսի գնա զինված ուժերում ծառայության։ Այստեղ ինչն է հետաքրքիր, որ Նարեկ Կարապետյանն ու իր եղբայրը զինկոմիսարիատ ժամանակին ներկայացրել են ինչ-որ փաստաթղթեր, տեղեկանքներ, որ իրանք ունեն այս առողջական խնդիրները։ Զինկոմիսարիատն էլ նայել է այդ թղթերը Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, ասել է այս թղթերով դուք ազատվում եք ծառայությունից, քանի որ դուք ունեք այս հիվանդությունները։ Նարեկ Կարապետյանը դա չի վիճարկել, մինչև 27 տարեկանը ոչինչ չի արել այդ ուղղությամբ, ասել է, դե ունեմ, ազատված եմ, հիվանդ եմ, հիվանդություն ունեմ, չասենք ինչ հիվանդություն, անձնական գաղտնիք է, չնայած այդքան վստահել չեմ, որ ճշգրիտ գիտեմ, ինչևէ։ Հետո 27 տարին հենց լրացել է կամ 28-ը Նարեկ Կարապետյան դիմում է գրել, ասել է, այ ինձ տարեք զինվորական ծառայության։ Ես պատրաստ եմ ծառայել, զինկոմիսարիատն ասել է, եղբայր, դու այս հիվանդությունն ունես։ Բանակը չի կարա այս հիվանդությամբ քեզ տանի։ Քո բերած տեղեկանքի համաձայն դու ունես այս հիվանդությունը, սրա համաձայն չենք կարա քեզ տանենք, որտեղ եթե քո այդ մի բան լինի պատասխանատուն ով է։ Բայց ինչա պարզվում։ Պարզվում է, որ հիմա քնչական մարմինները շատ լուրջ կասկածներ ունեն։ Արդյոք Նարեկ Կարապետյանի կողմից ներկայացված այդ տեղեկանքը, որով ունի ինքը այդ հիվանդությունները, որ բան են, ճիշտ են։ Արդյոք այնտեղ ներկայացված հիվանդությունը իրոք ունի Նարեկ Կարապետյանը եւ Նարեկ Կարապետյանին առաջարկում են անցնել կրկնակի բուժաքննություն։ Կրկնակի ուղղակի չգիտեմ ինչ բժշկական պրոցեդուրա, ուղղակի զննություն պետք է մարդը անցնի, որպեսզի հասկանա այդ տեղեկանքը կեղծ է եղել, թե կեղծ չի եղել։ Մարդը կեղծ տեղեկանքով է ազատվել բանակից, թե կեղծ տեղեկանքով չի ազատվել եւ իրոք ունի այդ հիվանդությունը։ Ու Նարեկ Կարապետյանը Ուժեղ Հայաստան կուսակցությունը ստեղծած Նարեկ Կարապետյանը հրաժարվում է անցնի այդ բուժզննությունը։ Փաստացի մարդը բանակից ազատվել է բժշկական տեղեկանքով ու հիմա հրաժարվում է անցնի բուժզննություն, որպեսզի ցույց տա արդյոք այդ տեղեկանքը կեղծ էր, թե կեղծ չէր։ Մի վախեցի Նարեկ ջան, անցի այդ բուժզննությունը, տենակ ինչ կպարզվի, հատկապես որ ինքդ էր դիմել, որպեսզի ծառայի զինված ուժերում 27 կամ 28 տարեկանում, անցի այդ բուժզննությունը, որպեսզի հասկանանք Կարող պարզվի, որ
չունես այդ հիվանդությունը ու ստոր բժիշկները սրիկայաբար քեզ կեղծ տեղեկանք են տվել, թե դու իբր հիվանդ ես, հիվանդություն ունես, դու իրականում առողջ ես ու պիտանի ես զինծառայության, կարող ես գնալ զինծառայության, կատարել քո պարտքը հայրենիքի առաջ, հա ու մի բան էլ։ Ինչքան ես եմ հասկանում, Սամվել Կարապետյանի փոքր տղան 2013 թվականից դարձել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Զինծառայության համար իր տարիքում ինքը եղել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բայց ուչոտ կոչվածին չի կանգնել վայնկոմատում։ Ուր է այդ տղան։ Բերեք թող ուչոտի կանգնի գնա ծառայի։ Դուք ուժեղ Հայաստանի կողմնակիցներ եք, չէ՞։ Այդ ուժեղ Հայաստանում մենակ միջին խավի, ավելի ցածր եկամուտներ ունեցող խավի երեխաները պետքա ծառայեն, միլիարդատերերի երեխաները, տղաները ազատված պետքա լինեն զինծառայությունից, թե ձեր արյունը կապույտ է, մերը կարմիր էր, որ մենք ծառայել ենք, կամ հիմա զինծառայության մեկնող տղերքինը կարմիր է ու ձերը կապույտ է։ Այդ ինչ է, այսինքն դուք բարձր դասնեք, դուք չպետք է ծառայեք, քանի որ դուք միլիարդատիրոջ զավակներ եք, իսկ ցածր խավը պետքա ծառայի։ Էտա ձեր ուժը։ Գտեք Սամվել Կարապետյանի տղային, թող գնա, կանգնի ուչոտի ու գնա զինծառայության։ Դու էլ Նարեկ ջան, անցիր այդ բուժզնությունը հասկանանք։ Հիմա վերջապես դու ունես այդ հիվանդությունը, թե ստոր բժիշկները սրիկայաբար ինչ որ կեղծ տեղեկանք են լրացրել, որ քոպես հայրենասեր հայորդին չծառայի, իհարկե առանց քո իմացության, որտեվ մի գրամ չեմ կասկածում, որ դուք կարող խնդրեիք, որ բժիշկները նման տեղեկանք, կեղծ տեղեկանք տային։ Անցիր այդ բուժզնությունը, Նարեկ ջան, པարզ կդառնա, կամ ունես առողջության հետ կապված խնդիր, որը քեզ թույլ չի տալիս ծառայել զինված ուժերում, կամ չունես այդպիսի խնդիր եւ ստորագույն այդ բուժհաստատությունը քեզ կեղծ տեղեկանք հատվել այդպիսով զրկելով հայրենիքի համար ծառայելու պատվից։ Իսվեք անպայման այս տեսանյութով, որպեսզի հասկանանք։ Ինչ կասեք, ժողովուրդ ջան, հասկացաք, չէ՞ ինչ է ստացվում։ Կրկնակի բժշկական զննությունից խուսափում է։ Դե իրանց ժամանակներն է եղել, պահել են։ Հիմա գիտեն, որ չեն կարող պահել։ Ու այդպեսի բան է, սա էլ դուրս է եկել, թե բա հա ես ազատվել եմ մի խոսքով։ Իսկ որտեղ է նրա եղբայրը։ Նրա եղբայրը ոչ էլ Ռուսաստանում է, իմ կարծիքով նա Դուբայում է։ Եվ ոչ միայն եղբայրը, քրոջ ամուսինը, հորաքրոջ մարդը, փեսան, լիքը մարդ իրանց հաշվապահներից։ Բոլորը Ռուսաստանից փախած են Դուբայ, բոլորը Հայաստանից, ամեն տեղից փախած են Դուբայում են, Ռուսաստանում էլ խնդիրներ ունեն, սա է հարցը։ Եվ երևի Նարեկ Կարապետյանեն այսենց էլ հենց լավություն են արել բաներին, արցախցիներին, ասում մի միլիարդ բան ենք արել, հարկ ենք մուծել, 20,000 հոգու թոշակը փաստորեն մենք ենք տալիս, պետք է այդ 20,000-ը մեզ շնորհակալություն ասեն, լավ անուն ազգանունները չեք կարդում։ Ղարաբաղցիներին էլ եք ցենց օգնել, որտեղից եք ուր դրել, հանել, ինչ փողերի լվացման սխեմա, որ այս մասը պիտի դառնար բարեգործություն, ուրիշ տեղ ներկայացնելու համար, հետո ուրիշ փող քաշվեր հանվեր։ Մտ կարակ ասեք, այդ միամիտ մարդկանց կարող եք խաբել։ Կամ նրան ում լավություն է կարա, այդ մարդը հա կարա գնահատի դա, ասի դե ինձ լավություն արել, ինձ ինչ թե որտեղից ոնց է բերել, ինչ արել, ինձ լավություն արել։ Դա այդ մարդուն բացատրի, որ ախպեր ջան, քեզ որ արել է լավություն, 1000 հոգու արել է վատություն, այտենց է քեզ լավություն արել։ Արել է լավություն քեզ քո նման 10 հոգու ու բնականաբար իր սեփական բյուջեն փողերի լվացումով մաքրել, դրել է տեղը։ Թե բա մենք բանա Սամվել Կարապետյանն է անձամբ մեր աշխատավարձը տվել, հա, բայց ինչ պիտի աներ։ Ուրեմն չգիտենք ոնց է այդ ստացվում։ Եվ եզրափակելով ասեմ, որ այսօր ազգային ժողովում քննարկում էր սկսվում, դե փախան հերթական անգամ ընդդիմադիրները, ընդ որում խոսքը վերաբերվում էր դիտորդական մարմիններին ընտրությունների ժամանակ, քննարկումը իրանք ծրեցին թռան։ Հա։ Ու Ալեն Սիմոնյանը, քանի որ խոստացել էր 1-2 օր առաջ իրենց աշխատանքների արդյունավետության հետ կապված բացակաների ցուցակ հրապարակել նախ եւ առաջ Իշխան Սաղաթելյանինը, պարզվեց, որ 200 քանի թիվը չեմ հիշում։ Մի խոսքով այս լրանումը այսօր լրացել է Իշխան Սաղաթելյանի աշխատանքի չգալու 100-րդ
հոբելյանական օրը, այսինքն 100 անգամ բացակայություն ա ունեցել այս 5 տարվա մեջ, 100 անգամ։ Ընդ որում, ես կարծում եմ սրա մեջ չի ներառվում այն թվերը, որ Իշխան Սաղաթելյանը, ասենք եւ մյուսները, այն իրանց մի 2 տարի ձգվող շարժումներով տարբեր լաոյով, դիմադրությունով, չգիտես ինչով, սրբազան շարժումով բանով, գնում էին առավոտ շուտ ճտստում էին տոմսը, որ եկել են գործի ու գնում էին իրանց գործերով։ Այսինքն բացական շատ դեպքերում չի էլ հաշվեցվել, բայց իրանց բացակայությունը դե ֆակտո եղել է։ Ահա այսպեսի բաներ, չգիտեմ, իսկ դժգոհությունները բնականաբար միայն իշխանություններից են, որովհետև ըստ էության պատասխանատվությունը այո, իրենք են ստանձնել եւ մենք տեսնում ենք, որ պատասխանատվության զգացում իրենք ունեն։ Մոտավորապես այսպես ժողովուրդ ջան, կհանդիպենք եթերում ազատ շփումներ։